Շորթման դրսևորումները տարբեր են, սակայն առավել տարածված ձևերից է, երբ հանցավորը սպառնում է, որ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող, իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ կհրապարակի, եթե տուժողը չկատարի իր պահանջը։ Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում արձանագրված դեպքը հենց այդպիսին էր։ Փետրվարի 1-ին վարչությունում մի քաղաքացուի հաղորդում էր տվել, որ հուլիսին սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Woman Gay-ի հետ։ Որոշ ժամանակ անց վերջինս իրեն տեղեկացրել է, որ ձեռք է բերել նրա ինտիմ լուսանկարները եւ դրանք չհրապարակելու համար պահանջել է թանկարժեք բջջային հեռախոս։ Հետագայում հանցավորի մտադրությունը փոխվել էր, հեռախոսի փոխարեն փող էր ուզել։ Տուժողն էլ ոստիկանություն էր դիմել։ Մշակվեց օպերատիվ հետախուզական միջոցառումների պլան։ Փետրվարի 6-ին Խանջյան փողոցում կազմակերպվեց դարանակալում, ինչի արդյունքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները շորթմանն օժանդակելու կասկածանքով ոստիկանության նոր նորքի բաժին բերման ենթարկեցին տաքսու վարորդ Ա-ին։ Ըստ վարորդի հայտարարության, ինքը բջջային հեռախոսով խոսել է իրեն զանգահարած անծանոթի հետ, որն էլ ուղղորդել է նշված գումարը վերցնել եւ փոխանցել մեկ այլ անձի։ Հետագայում պարզվել է, որ ուղղորդողը քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գուրգեն Ասատրյանն է։ Ոստիկանները չեն բացառում, որ տուժած լինեն այլ անձինք եւս։ Շորթման փաստով հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է։